What's your message for them? Ինչ ուղերձ ունեք նրանց համար։ Եթե ես փորձեի դիրքորոշում գտնել կողմերի միջև, ապա համաձայնագիր երբեք չէր լինի։ Դուք ուզում եք, որ ես կտրուկ քննադատեմ Պուտինին, ապա հարցնեմ, բարև Վլադիմիր, ինչպես են ընթանում գործերը։ Դա այդպես չի աշխատում։ Ես չեմ կողմնորոշվում Պուտինի կամ որևէ այլ անձի կողմ։ Ես կողմնորոշվում եմ Միացյալ Նահանգների շահերի եւ ամբողջ աշխարհի բարօրության համար։ Ես ցանկանում եմ, որ այս հակամարտությունն ավարտվի։ Դուք տեսնում եք, որ Զելենսկին մեծ ատելություն ունի Պուտինի նկատմամբ, ինչը բարդացնում է բանակցային գործընթացը։ Նա խոր ատելությամբ է լցված եւ ես դա հասկանում եմ, բայց ես կարող եմ նրան ասել, որ մյուս կողմն էլ առանձնապես բարեկամական վերաբերմունք չունի նրա հանդեպ։ Այսպիսով, սա կողմնորոշման հարց չէ։ Իմ նպատակը այս հարցի լուծումն է։ Ես ձգտում եմ Եվրոպայի հետ համատեղ քայլեր ձեռնարկել գտնելու խաղաղության ուղին։ Դուք ուզում եք, որ ես կոշտ դիրքորոշում ընդունեմ։ Ես կարող եմ լինել ամենակոշտ առաջնորդը, որը երբևէ չեք տեսել, բայց այդ մոտեցմամբ համաձայնություն ձեռք չի բերվի։ Ահա թե ինչպես են ընթանում գործերը։ Հաջորդ հարցը։ Նայեք, Միացյալ Նահանգները 4 տարի ունեցել է նախագահ, որը մամուլի ասուլիսների ժամանակ կոշտ հայտարարություններ էր անում Վլադիմիր Պուտինի հասցեին, բայց ինչ տեղի ունեցավ հետո Պուտինը ներխուժեց Ուկրաինա եւ ոչնչացրեց երկրի զգալի հատվածը։ Խաղաղության եւ բարգավաճման ուղին կարող է լինել դիվանագիտական ներգրավվածությունը։ Մենք չփորձեցինք Ջո Բայդենի մոտեցումը, որը հիմնված էր ուժ ցուցադրելու վրա, կարծելով, որ ԱՄՆ նախագահի խոսքերը եւ գործողությունները ավելի մեծ ազդեցություն ունեն։ Այնինչ Ամերիկային դարձնում է մեծ երկիր, նրա դիվանագիտական ջանքերն են եւ դա է հենց այն, ինչ նախագահ Թրամփը փորձում է անել։ Կարող եմ հարց ուղղել։ Իհարկե, խնդրեմ։ Լավ, ուրեմն Պուտինը 2014 թվականին գրավեց Ուկրաինայի զգալի տարածքները, այդ թվում արևելյան շրջանները եւ Ղրիմը։ Այդ տարիների ընթացքում եւ ես խոսում եմ ոչ միայն Բայդենի մասին, այդ ժամանակ նախագահներ Օբաման, հետո նախագահ Թրամփը, հետո Բայդենը, իսկ այժմ կրկին նախագահ Թրամփը, Աստված օրհնի։ Հիմա նախագահ Թրամփը կկարողանա կանգնեցնել նրան, բայց 2014-ին ոչ ոք նրան չկանգնեցրեց։ Նա պարզապես գրավեց, վերցրեց տարածքները, սպանեց մարդկանց։ Դուք գիտեք, թե ինչ էր իրավիճակը 2014-ից 15 թվականներին։ 14, 15, այո, 14։ Ես այդ ժամանակ այստեղ չէի, բայց ճիշտ եք։ Բայց 2014-ից մինչև 2022 թվականը իրավիճակը նույնն էր։ Մարդիկ շարունակում էին զոհվել շփման գծում եւ ոչ ոք չկանգնեցրեց նրան։ Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել նրա հետ, բազմաթիվ երկկողմ հանդիպումներ։ Եվ 2019-ին, երբ ես նոր էի դարձել նախագահ, ես նրա հետ ստորագրեցի համաձայնագիր։ Ես ստորագրեցի համաձայնագիր նրա հետ Մակրոնի եւ Մերկելի հետ միասին։ Մենք ստորագրեցինք հրադադարի պայմանագիր։ Բոլորը համոզում էին ինձ, որ նա երբեք չի անցնի սահմանները։ Մենք նույնիսկ ստորագրեցինք գազի մատակարարման պայմանագիր։ Բայց դրանից հետո նա խախտեց հրադադարը։ Նա սպանեց մեր քաղաքացիներին եւ հրաժարվեց կատարել ռազմագերիների փոխանակման պայմանավորվածությունը։ Մենք ստորագրեցինք փոխանակման պայմանագիր, սակայն նա այն երբեք չիրականացրեց։ Ինչ դիվանագիտության մասին եք խոսում, JD, ինչ նկատի ունեք։ Ես խոսում եմ այն դիվանագիտության մասին, որը կարող է վերջ տալ ձեր երկրի ավերածություններին։ Պարոն նախագահ, ողջ հարգանքով, ես կարծում եմ, որ անհարիր է Սպիտակ տանը ամերիկյան մամուլի ներկայությամբ այս հարցը քննարկելը։ Դուք այժմ զորակոչում եք մարդկանց եւ ուղարկում առաջնակից, քանի որ ձեր բանակը լրջագույն մարդկային ռեսուրսի պակաս ունի։ Դուք պետք է շնորհակալություն հայտնեք նախագահին այս պատերազմին վերջ տալու փորձերի համար։ Դուք երբևէ եղել եք Ուկրաինայում, որ նման բաներ եք պնդում մեր իրավիճակի մասին։ Ես այնտեղ եղել եմ։ Ես իրականում տեսել ու լսել եմ պատմություններ եւ հասկանում եմ, թե ինչ է տեղի ունենում։ Դուք մարդկանց բերում եք եւ տանում նրանց քարոզչական շրջագայությունների։ Պարոն նախագահ, դուք համաձայն չեք, որ ձեր բանակի համալրման հետ կապված լուրջ խնդիրներ ունեք։ Եվ դուք ճիշտ եք համարում գալ ԱՄՆ-ի Սպիտակ տուն եւ քննադատել վարչակազմին, որը փորձում է կանխել ձեր երկրի ոչնչացումը եւ ունի բազմաթիվ հարցեր։ Պատերազմի ընթացքում բոլորն ունեն իրենց դժվարությունները, այդ թվում նաև դուք, բայց դուք հիմա ձեզ լավ եք զգում, հիմա չեք զգում այլ բան, բայց ապագայում հնարավոր է որ զգաք, Աստված օրհնի, դուք չգիտեք դա, Աստված օրհնի եւ Աստված օրհնի, որ պատերազմ չլինի։ Մի ասեք մեզ, թե մենք ինչ ենք զգալու, մենք փորձում ենք լուծել խնդիրները, մի ասեք, թե մենք ինչ ենք ապրելու, ես չեմ ասում դա, քանի որ դուք չունեք այն իրավունքները, որպեսզի որոշեք, թե ինչ ենք մենք ապրելու։ Հիշեք սա, դուք չունեք դիրք, որ ասեք, թե մենք ինչ ենք զգալու։
Մենք զգալու ենք լավ ուժեղ եւ վստահ, դուք զգալու եք ազդեցություն։ Այս պահին դուք գտնվում եք ոչ այնքան լավ վիճակում, դուք եք թույլ տվել, որ հայտնվեք վատ վիճակում։ Դուք ճիշտ եք պատերազմի սկզբից, բայց հիմա դուք վատ դիրքում եք, այս պահին դուք չունեք այն խաղաքարտերը, որոնք ունենք մենք։ Դուք խաղում եք քարտերով, խաղում եք մարդկանց կյանքերով, դուք խաղում եք երրորդ համաշխարհային պատերազմով եք խաղում, եւ այն, ինչ դուք անում եք, շատ անհարգալից է այն երկրի նկատմամբ, որն աջակցում է ձեզ, շատ ավելին, քան շատերը արել կամ ասել են։ Այս ամբողջ հանդիպման ընթացքում արդյոք դուք երբևէ ասել եք շնորհակալություն։ Դուք հոկտեմբերին մեկնել եք Փենսիլվանիա ընդդիմության համար քարոզարշավ անելու։ Արժե արդյոք մի քանի գնահատանքի խոսք ասել Միացյալ Նահանգների եւ նախագահի համար, որը փորձում է փրկել ձեր երկիրը։ Կարծում եք, որ դուք բարձրաձայն խոսեք պատերազմի մասին, դա կփոխի իրավիճակը։ Նա բարձրաձայն չի խոսում։ Ձեր երկիրը մեծ խնդիրների մեջ է։ Սպասեք մի րոպե։ Դուք շատ եք խոսել, բայց ձեր երկիրը մեծ խնդիրների մեջ է։ Ես գիտեմ, որ դուք չեք հաղթելու։ Դուք այս պատերազմում հաղթելու հնարավորություն չունեք։ Այս պատերազմում հաղթելու հույս չկա, բայց ունեք լավ հնարավորություն դուրս գալ, եթե միայն մեզ հետ մնաք։ Պարոն նախագահ, մենք մնում ենք մեր երկրում, մենք մնում ենք ուժեղ, պատերազմի սկզբից մենք միայնակ ենք եղել եւ մենք այդ իրողությունը գնահատում ենք։ Ես արդեն ասել եմ շնորհակալություն, իսկ դուք երբեք չեք ասել։ Մենք տրամադրել ենք $350 միլիարդ, տրամադրել ենք զինամթերք, ձեր զինվորները խիզախ են, բայց նրանք ստիպված են եղել օգտագործել մեր զինամթերքը։ Եթե դուք չունենայիք մեր զինամթերքը, այս պատերազմը 2 շաբաթվա ընթացքում ավարտված կլիներ։ Ես լսել եմ Պուտինից, որ նա ասել է 3 օրում։ Դա մի բան է, որ կարող էր ավարտվել 2 շաբաթվա ընթացքում, իհարկե։ Այժմ շատ դժվար է, երբ գործերն այսպես են ընթանում։ Պարզապես ասեք շնորհակալություն, ընդունեք, որ կան տարաձայնություններ եւ եկեք քննարկենք դրանք, փոխարենը քննադատելու այս ԶԼՄ-ների առջև, երբ դուք սխալ եք։ Մենք գիտենք դուք սխալ եք, բայց նաեւ կարեւոր է, որ ամերիկյան ժողովուրդը իմանա, թե ինչ է տեղի ունենում։ Դա է պատճառը, որ ես այսքան երկար պահեցի այս հարցը։ Դուք պետք է շնորհակալ լինեք։ Դուք չեք ունեցել ուժեր, փակուղում մեջ եք, ձեր մարդիկ մահանում են, դուք զինվորների պակաս ունեք։ Լսեք, դուք զինվորների պակաս ունեք։ Հրադադարն իսկապես լավ կլինի, բայց հետո դուք ասում եք, որ ես չեմ ուզում հրադադարի համաձայնություն, ես ուզում եմ շարունակել։ Տեսեք, եթե դուք կարողանաք հիմա հրադադար ընդունել, ես կասեմ ընդունեք այն, որպեսզի գնդակները դադար են թռչել եւ մարդիկ չզոհվեն։ Իհարկե մենք ուզում ենք ավարտել պատերազմը, բայց ասելով ես չեմ ուզում հրադադար, դա սխալ է։ Ես ուզում եմ պատերազմը կանգնեցնել, որովհետեւ հրադադարը շատ ավելի հեշտ հասանելի է, քան հարցը վերջնական լուծելը։ Հարցրեք մեր ժողովրդին ինչ են մտածում հրադադարի մասին։ Դա չի եղել իմ մոտ, դա եղել է այն ժամանակվա նախագահի Բայդենի մոտ, դա եղել Օբամայի ժամանակ, եւ դուք, պարոն նախագահ, պետք է հիշեք, դա եղել է Օբամայի ժամանակ։ Օբաման տվեց ձեզ պաշտպանություն, իսկ ես ջավելիներ։ Այո, ես ձեզ տվեցի ջավելիներ, որպեսզի ոչնչացնեք տանկերը։ Օբաման տվեց պաշտպանություն, իսկ Թրամփը ջավելիներ։ Դուք պետք է ավելի շնորհակալ լինեք, որովհետև թույլ տվեք ասել։ Դուք չունեք այն խաղաքարտերը, որոնք մենք ունենք։ Դուք ունեք քարտեր, բայց առանց մեզ դուք ոչ մի քարտ չունեք։ Բայց սա կլինի դժվար բանակցություն, որովհետև պետք է փոխվի ձեր վերաբերմունքը։ What if Russia breaks ceasefire? What if Russia breaks peace talks? Ինչ պետք է անենք, եթե Ռուսաստանը խախտի հրադադարը։ Ինչ պետք է անենք, եթե ռումբը ընկնի ձեր գլխին հիմա։ Նրանք խախտեցին դա Բայդենի հետ, որովհետև Բայդենին չէին հարգում, Օբամային էլ չեն հարգում, բայց ինձ հարգում են, ասեմ ձեզ, Պուտինը շատ բանի միջով է անցել է հանթերի կեղծ պատմության միջով, որտեղ օգտագործում էին նրան եւ Ռուսաստանը։ Լսել եք այդ գործարքը։ Դա կեղծ էր։ Դա կեղծ հանթեր Բայդենի եւ Ջո Բայդենի սխեմաներ, Հիլարի Քլինթոնի եւ Ադամ Շիֆի։ Սա դեմոկրատների սխեմաներ, եւ նա պետք է դիմանար դրան։ Նա դիմացավ դրան։ Մենք վերջապես պատերազմ չհայտնվեցինք եւ նա դիմացավ նրան։ Նրան մեղադրում էին այդ ամենի մեջ, բայց նա ոչ մի կապ չուներ դրա հետ։ Դա սկսվեց հանթեր Բայդենի սենյակից, դա շատ ամոթալի էր։ Այնուհետև ասացին, ոչ, այդ դժողքի նոթբուքը պատրաստվել է Ռուսաստանի կողմից, այն 51 գործակալները։ Ամեն ինչը խաբեություն էր եւ նա պետք է դիմանար դրան։ Նրան մեղադրում էին այդ ամենի մեջ։ Ես կարող եմ ասել միայն սա. նա կարող էր խախտել գործարքները Օբամայի եւ Բուշի հետ, նա կարող էր խախտել դրանք Բայդենի հետ, նա արել է դա թե ոչ, ես չգիտեմ, բայց նա դա չի արել իմ հետ, նա ուզում է համաձայնություն կնքել, բայց ես չգիտեմ, թե դա հնարավոր է թե ոչ, մինչդեռ դուք պետք է հասկանաք, ես ձեզ տրամադրեցի ուժ լինել կոշտ տղա, բայց դուք այնքան էլ կոշտ չեք լինի առանց Միացյալ Նահանգների, ձեր ժողովուրդը շատ համարձակ է, բայց դուք պետք է համաձայնություն կնքեք, կամ մենք դուրս ենք գալու խաղից։
Եթե մենք դուրս գանք, դուք կմնաք մենակ պայքարում։ Չեմ կարծում, որ դա գեղեցիկ կլինի, բայց դուք պետք է միայնակ պայքարեք։ Դուք չունեք խաղաքարտեր։ Իսկ երբ մենք համաձայնություն կնքենք, դուք շատ ավելի լավ դիրքում կլինեք, բայց դուք ընդհանրապես շնորհակալություն չհայտնեցիք, եւ դա լավ բան չէ։ Բարեխիղճ ասեմ, դա լավ բան չէ։ Կտեսնենք, թե ինչ կարող ենք անել համաձայնեցնելու համար։